Բարև ձեզ հարգելի դիտողներ, այսօր Fantasy League-ի 11-րդ տուրում դիտելու ենք Brighton Arsenal հանդիպումը, շուտով թիմերը կմեկնարկեն հանդիպումը խաղադաշտի կենտրոնից, մինչ այդ ծանոթացնեմ թիմերի մեկնարկային կազմերի հետ, սկսեմ Brighton-ից Սահակյան Լևոն, Ջուլհակյան Դավիթ, Օհանյան Գագիկ, Հովանիսյան Արտուր, Մուքայելյան Արտավազդ, Գոքորյան Լևոն և Ապինյան Տիգրան։ Ծանոթացնեմ նաև Arsenal-ի մեկնարկային կազմի հետ, Գոր Հարությունյան, Արման Հովանիսյան, համար 9, Գագիկ Միրզոյան, Ռաֆո Գասպարյան, Ղազարյան Ալեքս, Սաֆարյան Էդգար, Ավետյան Էդգար, Մկրչյան Ալեքս և Հրանտ Զատիկյան։ Արդեն թիմերը շուտով կմեկնարկեն հանդիպումը, այս հանդիպումը երկու թիմերի համար էլ բավական կարևոր նշանակություն ունի, երկու թիմերն էլ գտնվում են ոչ այդքան բարվոք վիճակում և երկուսին էլ այսօր օդի ու ջրի նման հարկավոր է հաղթանակ։ Իրար հարևաններ են մրցաշարային աղյուսակում, այս թիմերը երկուսն էլ 10 խաղից հետո հավաքել են ընդամենը 3 միավոր և հետագա պայքարը շարունակելու համար նրանց այսօր միայն հաղթանակ է պետք, իսկ պարտվողը բավական դժվար կացության մեջ կհայտնվի։ Տեսնենք ինչ կառաջարկեն թիմերը իրար և մեզ այս հանդիպման ընթացքում, կա մեկնարկային սուլիչը վեր սկսված է, կներեք հանդիպումը և գնդակը հիմա կներեք խաղարկում են գնդակը այստեղ արդեն վտանգավոր է արված, այս հարվածի ճանապարհը փակված է։ Brighton-ն է գրոհի անցել, հեռվից հարված, բավական լավ հարված այստեղ կատարեց Օհանյանը, բայց մի փոքր բարձր ընթացավ, հիմա արդեն Arsenal-ն է գրող ձեռնարկում սեփական Տուգանայինից, այսպիսի փոխանցում, բայց այս փոխանցումը թիմակցի համար մի փոքր ուժեղ էր և եզրից գնդակը խաղի մեջ կմտցնեն Brighton-ի ֆուտբոլիստները։ Խաղարկել են արդեն, կենտրոնում է գնդակը, դիմացը դատարկ է և հարված և գերազանց սեյվի հեղինակ է դառնում այստեղ Arsenal-ի դարպասապահը, եզրից գնդակը հեռանում է հենց Brighton-ի ֆուտբոլիստից, անդրադարձի հետևանքով և հիմա իր գրոհը կփորձի ձեռնարկել Arsenal-ը, շարժվում են առաջ, ձախ եզրում է գնդակը, բայց այստեղ լավ խլեցին և հիմա 3-2-ի հակագրոհի են գնացել, փոխանցում կենտրոն, այս փոխանցումը բավական լավն էր, հարված և նորից դարպասապահն այստեղ իր տեղում էր և գերազանց սեյվի հեղինակ է դառնում։ Կլինի անկյունային, արդեն 2 հարված են կատարել դարպասին Brighton-ի ֆուտբոլիստները, տեսնենք երրորդը ինչպես և այս անգամ էլ շեղ է ընթանում, այս անգամ դարպասին էլ չրթացավ հարվածը և հիմա նորից Arsenal-ը պետք է փորձի գրող ձեռնարկել։ Շարժվում են առաջ ձախ եզրով, փակված է այս փոխանցման ճանապարհը, եզրից գնդակը խաղի մեջ են մտցնելու Arsenal-ի ֆուտբոլիստները։ Փորձեն հիմա իհարկե Arsenal-ն էլ բացի իրենց հարվածների հաշիվն այս խաղում, բայց նորից փոխանցման ճանապարհը փակված է։ Դեռևս լավ են կարդում Brighton-ի ֆուտբոլիստները Arsenal-ի կողմից կատարված փոխանցումները դեպի առաջ, այստեղ էլ դեպի հետ փոխանցումը փակվեց և հիմա լավ գրոհ է զարգանում, բայց այստեղ էլ գերազանց արդեն գործեց Arsenal-ի ֆուտբոլիստը և անկյունային Brighton-ն է իրացնելու, փոխանցում, փակված է այս փոխանցումը, բայց այստեղ էլ չկարողացան միմյանց հասկանալ և եզրից նորից գնդակը խաղի մեջ կմտցնի Brighton-ը, փոխանցում կենտրոն, պտտվում է հարվածում և նորից դարպասապահը փրկում է և ֆիքսում գնդակը։ Տեսնենք այս փրկությունները ինչ օգուտ կտան այսօր Arsenal-ին, դեռևս լիարժեք գրոհ չեն հասկացրել, դա կարող է հիմա լինել և այստեղ էլ միայն վաստակում են անկյունային, կարելի ասել առավելագույնը քաղեց այս դրվագից, փոխանցում ետ, շարունակվում է գրոհը, վտանգավոր է հարված, բայց փակված այս հարվածի ճանապարհը կլինի ևս մեկ անկյունային, բայց
Ոչ գնդակը Brighton-ինն է։ Հիմա արդեն Brighton-ն է փորձում գրող ձեռնարկել կենտրոնով են շարժվում առաջ։ Տեղափոխություն աճ եզր։ Նորից այստեղ փոխանցման ճանապարհը փակեցին եւ եզրից են նորից խաղարկելու բավական շատ են այսօր եզրից այս փոխանցումները հետևում դեպի տուգանային կամ դրա մատույցներ։ Այստեղ փոքրիկ դաթար վերսկսված է հանդիպումը։ Այստեղ լավ փորձում է շրջանցել այս փոխանցումն էլ մի փոքր անհարմար ստացվեց դիմակցի համար, բայց գնդակը մնում է Brighton-ի մոտ ձախ եզր տեղափոխություն։ Այս փոխանցումը չի ստացվում, հիմա կներեք Arsenal-ը կփորձի դուրս գալ պաշտպանությունից, բայց այս փոխանցումն էլ աննպատակ կատարեց Arsenal-ի ֆուտբոլիստը, հիմա արդեն Brighton-ն է գրոհի անցել, փոխանցում ձախ եզր։ Տեսնենք եւ հեռացված է գնդակը։ Ղազարյանը լավ պաշտպանվեց եւ նորից եզրից են խաղի մեջ մտցնելու Brighton-ի ֆուտբոլիստները։ Փոխանցում բարձրից, հարված, փակված է հարվածը եւ հիմա էլ նորից պետք է փորձի United այս պրեսինգի տակից դուրս գալ եւ անհատական գեղեցիկ անցում է ձեռնարկում, այստեղ շարժվում առաջ եզրով, բայց խլում են ամեն դեպքում։ Հիմա թիմերը փոխադարձ սխալներով են շարունակում հանդիպումը, բայց ամեն դեպքում գնդակն անցավ այստեղ Arsenal-ին, այստեղ բավական գեղեցիկ շրջանցեց, վտանգավոր է հարված եւ այստեղ էլ փրկվում է արդեն Brighton-ը առաջին լուրջ պահը, առաջին գոլային պահը Arsenal-ի կողմից Միրզոյանը լավ անցում, լավ հարված կատարեց, բայց այստեղ էլ Brighton-ին փրկեց այս անգամ էլ իրենց դարպասապահը, հիմա Brighton-ն է ձախ եզրով գրոհի անցել։ Փոխանցում կենտրոն եւ այստեղ էլ բավական լավ նահանջեցին Arsenal-ի ֆուտբոլիստները եւ խլեցին գնդակը, դարպասից նորից սկսեցին հանդիպումը եւ հիմա առաջ է շարժվում, արդեն գնդակը փոխանցեց Միրզոյանին եւ այստեղ չկարողացավ ամեն դեպքում երկրորդ անգամ այս խաղի ընթացքում շրջանցել եւ եզրից գնդակը դուրս է գալիս հենց Brighton-ի ֆուտբոլիստից, վերսկսել են հանդիպումը United կներեք Arsenal-ի ֆուտբոլիստները եզրից եւ հիմա էլ նորից պետք է փորձեն առաջ շարժվել, այսպիսի փոխանցում փակված է, այս փոխանցման ճանապարհը վտանգավոր գրոհ է ձեռնարկում, կարող է հարվածել հարվածումը եւ գնդակը դիպում է ուղղահայաց դարպասած ձողին եւ դուրս գալիս բավական լավ հարված կատարեց, նրան տվեցին այդ հարվածի իրավունքը եւ նա էլ հաճույքով օգտվեց, միայն մի փոքր բարձր ընթացավ, այս փոխանցումը եւս փակված է։ Շարժվում է առաջ, այսպիսի փոխանցում գեղեցիկ գործեց բարձրից, բայց այստեղ էլ չկարողացան միմյանց հասկանալ Brighton-ի ֆուտբոլիստները գրոհ է ձեռնարկել Arsenal-ը եւ այստեղ տեսնենք ինչ կատարվի, անցնում է Միրզոյանը, նորից է շրջանցում, բավական համառ գտնվեց, բայց համառ էր նաեւ Brighton-ի պաշտպանը եւ հեռացրեց գնդակը Հովանիսյանը։ Անկյունային գնդակի մոտ է Միրզոյանը։ Եվ այստեղ հանգիստ դարպասապահը ֆիքսեց գնդակը, շարժվում են առաջ, ձախ եզրով, առջևում լավ տարբերակ չգտավ և ցանկացավ հետ փոխանցել, տեսնենք այս անգամ կփորձի արվածել, մնում է ամեն դեպքում գնդակը նրա մոտ հետ փոխանցում, Ջուլհակյան, այսպիսի փոխանցումով է փորձում շարունակել գրոհը, կորցված է գնդակը, վտանգավոր է Միրզոյանը հարված եւ Ջուլակյանը հետ է մղում հարվածը, կլինի անկյունային։ Դեռևս այսօր Arsenal-ի կողմից անկյունայինները այդքան էլ վտանգավոր չեն ստացվում եւ հիմա էլ կարծես փոխարինում Arsenal-ի կազմում Միրզոյանի փոխարեն Միրզոյանն է հեռանում կներեք խաղադաշտից։ Անկյունայինը կիրացնեն Arsenal-ի ֆուտբոլիստները, փոխանցում հետ, հերվից հարված և շեղ է ընթանում այս հարվածը։ Ջուլակյան, փոխանցում ձախ եզր, շարժվում է առաջ, վտանգավոր է,
Կարող է հարվածել եւ գնդակը հրաշքով չի հայտնվում այստեղ Արսենալի դարպասում գերազանց անցում էր բավական լավ շրջանցեց Օհանյանը, բայց չստացվեց հարվածը դարպասին տանալ այստեղ էլ լավ պաշտպանվեցին Բրայթոնի ֆուտբոլիստները եւ հիմա Արսենալը եզրից գնդակը կմցնի խաղի մեջ 5 մետր փոխանցում կենտրոն սխալ էր այս փոխանցումը բայց պետք է նորից փոխանցում կատարեն եզրից հետ են փոխանցում այս անգամ այսպես փորձել ցանկացան շարունակել կամ ավելի ճիշտ կլինի ասել սկսել գրոհը այստեղ ռիսկային գործողությամբ են աչքի ընկնում Արսենալի ֆուտբոլիստները եւ ամեն դեպքում վաստակում են անկյունային փոխանցում Հարվածել հետևում է եւ եզրից հիմա գնդակը խաղի մեջ կմցնեն նորից Արսենալի ֆուտբոլիստները Տեսնենք այս անգամ անկյունային ինչ օգուտ կտա եւ նորից այստեղ Ջուլակյանը ֆիքսում է եւ սկիզբ դնում իր թիմի արագ հակագրոհին Շարժվում է առաջ, բայց այստեղ էլ լավ պաշտպանվեց Արսենալի ֆուտբոլիստը եւ հիմա էլ նրանք են գրոհում, բայց այս փոխանցումը բավականին ուժեղ էր, այստեղ սխալ վտանգավոր է, կարող է գրավել դարպասը եւ բացված է հանդիպման հաշիվը, ամեն ինչ գերազանց արեց Հովանիսյանը, միայնակ խլեց եւ դարձավ գոլի հեղինակ, ամեն ինչի շատ ճիշտ էր, իհարկե այնտեղ նաեւ սխալվեցին Բրայթոնի ֆուտբոլիստները, բայց սխալը դեռևս գոլ չէ, նրանք ամեն դեպքում կարողացավ այդ սխալից օգտվել եւ բացել հանդիպման հաշիվը 1-0 է դառնում եւ հիմա կփորձի Բրայթոնը վերակադառնալ եւ այս հարվածը այս անգամ էլ շեղ ընթացավ ոչ մի բան այս րոպեներից հետո չէր խոսում նրա մասին որ Արսենալը կարող է գոլ խփել բայց ամեն դեպքում Գրոհեց Բրայթոնը, բայց գոլի հեղինակ դարձավ Արսենալը, վտանգավոր է փոխանցումը, Աչիեզեր հարված եւ նորից գնդակը չի հայտնվում դարպասում, գերազանց է գործում Արսենալի դարպասապահը։ Նա այսօր իհարկե բարձունքում է մինչ այս րոպեն արդեն 3-4 սեյվի հեղինակ է դարձել եւ բավական գեղեցիկ սեյվերով է աչքի ընկել, վտանգավոր է հարված եւ այս անգամ էլ հարվածը շեղ է ընթանում։ Բրայթոնը իհարկե կփորձի վերադառնալ, իհարկե դրա բոլոր նախադրյալները կան եւ ամեն դեպքում այսօր երկու թիմերն էլ իհարկե ցանկություն չունեն պարտվելու այս խաղում վտանգավոր հիմա էլ սխալվում է հարված եւ նորից այստեղ սեյվ ուղեց իր սխալը հիմա էլ Արսենալն է ձախ եզրով գրող ձեռնարկում Հովանիսյան շրջանցեց մեկ մրցակցի եզրում է գնդակը բայց այստեղ չկարողացավ գնդակով առաջ շարժվել եւ կլինի հարված դարպասից ոչ անկյունային է նշանակվել շարժվում են առաջ վտանգավոր է հարված եւ փակված է այս հարվածի ճանապարհը հիմա էլ հակադիր եզրից է անկյունային վաստակում Արսենալը տեսնենք այս անգամ անկյունայինի խաղարկումը ինչով կավարտվի Բավական շատ են անկյունայիններ իրացնում այսօր Արսենալի ֆուտբոլիստները, բայց դեռևս ընդամենը 1 հարված են կատարել անկյունայինից, խաղարկված է եւ կլինի նորից անկյունային։ Անկյունայինները այսօր չեն կարողանում օգուտ բերել, փոխանցումը փակված է, հարված, բայց նման չէր հարվածի։ Անգամ դիմային գիծը չհատես գնդակը եզրից են խաղարկելու Չգիտեմ ինչ էր փորձում այստեղ անել Արսենալի ֆուտբոլիստը, բայց ամեն դեպքում եզրից շարունակում են Բրայթոնի ֆուտբոլիստները փոխանցումը Աչիեզեր վտանգավոր է այստեղ, բայց դեռևս դիրքային լավ պաշտպանություն այստեղ լավ բացեցին հարված եւ նորից Արսենալի դարպասապահն է փայլում եւ ֆիքսեց գնդակը գերազանց է ամեն ինչ այսօր նա անում Եթե նրա այս փառահեղ խաղը չլիներ այսօրը կարող էր Արսենալը 3-4 գնդակի տարբերությամբ հիմա պարտվել Հիմա արդեն խաղարկում են պաշտպանությունում գնդակը սեփական կիսադաշտում Բրայթոնի ֆուտբոլիստները տեսնենք ինչ անցում կփորձեն ձեռնարկել շրջանցում է մեկ մրցակցի փոխանցում ձախ եզր հարված եւ գնդակը դարպասում է գերազանց գոլ
Այսպիսի մահացու դիրք պետք է հարվածել, որպեսզի ոչ ոք չկարողանա հեռացնել այս անգամ անզոր էր Արսենալի դարպասապահը։ Եվ Գրիգորյանն է դառնում գոլի հեղինակ, շեշտակի հարված կատարեց, հիմա արդեն մեկնարկել է Արսենալը խաղադաշտի կենտրոնից հանդիպումը եւ խլում են լավ հնարավորություն է նորից Գրիգորյան հերվից հարված եւ նորից այստեղ փրկվում է Արսենալը։ Բրայթոնը բավականին լավ հարվածներ է կատարում եւ այս րոպեների ընթացքում նրանք ակնհայտորեն ավելի լավն են, ավելի շատ են հարվածում, բայց այս պահին խաղադաշտում լավագույն ֆուտբոլիստը հենց Արսենալի դարպասապահն է, այս փոխանցումը հեռացված է եւ հիմա էլ արդեն հակադարձ եզրից գնդակը խաղի մեջ կմտցնեն նորից Բրայթոնի ֆուտբոլիստները մեկը պումով հարված եւ նորից փրկում է Արսենալի դարպասապահը։ Հիմա էլ սկիզբ դնելով իր թիմի նոր գրոյին, բայց այստեղ պրեսինգը բավական ահարկու է։ Հանգստացնում է խաղը, այստեղ կարծես Արսենալը փոխանցում, այս փոխանցումը ուղարկված էր խաղադաշտի սահմաններից դուրս։ Տեսնենք ինչ կփոխեն, ինչպես կփորձեն այսպիսի փոխանցում։ Փոխանցում Օհանյան, կներեք։ Վտանգավոր է։ Հիմա ձախ եզրով են գրոհում Բրայթոնի ֆուտբոլիստները, մնում է նրանց մոտ այստեղ լավ անցում է ձեռնարկել, բայց ազատ մնացած թիմակից չկա, միայն դարպասապահն է ազատ եւ հենց նրան էլ փոխանցեցին գնդակը։ Շարժվում են առաջ եւ այս փոխանցումը փակված է։ Բավական հանգիստ տեմպով է դեռևս ընթանում հանդիպումը, թիմերի կողմից հարվածները բավական շատ են, բայց դարպասի գրավումները քիչ են, քանի որ նորից հարված փակված է, քանի որ Արսենալի դարպասապահն այսօր փառահեղ հանդիպում է անցկացնում, փոխանցում ետ խլված է գնդակը, շարժվում են առաջ եւ այստեղ ֆիզիկական պայքարում հաղթում են, վտանգավոր գրոհ է, կարող են 3-2-ի գրոհ է, հարված եւ նորից դարպասազող, հարված եւ գնդակը դարպասում է, 2-1 է դառնում հանդիպման հաշիվը, Գրիգորյանը դուբլի հեղինակ է դառնում եւ իր թիմին առաջ է մղում արդեն հաշվի մեջ, բավական լավ արձագանքեցին ստեղծված իրավիճակին Բրայթոնի ֆուտբոլիստները եւ առաջինը գոլ ընդունելուց հետո արդեն նրանք են արժևում եւ ոչ մի նյարդ չկար իհարկե այդ երևում էր իհարկե որ ոչ մի նյարդ չկա նրանց գործողություններում գոլ ընդունելուց հետո եւ շատ հանգիստ արդեն դուբլի հեղինակ է դառնում Լևոն Գրիգորյանը եւ արդեն հաղթում է Բրայթոնը։ Հիմա արդեն Արսենալն է գրոհ ձեռնարկել, առաջանում է դարպասապահ այսպիսի գերազանց փոխանցում, բայց չի հասնում եւ այստեղ ամեն դեպքում դիմային գծից է հեռանում գնդակը Ջուլհակյան ուժեղ հարվածով գնդակը կփորձի մտցնել առաջ, այո, բայց փակված է այս փոխանցման ճանապարհը, գրոհում է հիմա Արսենալը։ Մնում է գնդակը խաղադաշտի սահմաններում, ոչ ամեն դեպքում մրցավարը այլ բաներ նկատել եւ չէր սխալվել իհարկե այս իրավիճակում։ Ջուլհակյան նորից նրանով են փորձում գրոհ ձեռնարկել, շատ են դարպասապահին օգտագործում Բրայթոնի ֆուտբոլիստները եւ դեռևս դա օգուտ է տալիս, վտանգավոր է, կարող է գրավել դարպասը։ Եվ այստեղ գերազանց գործեց, այստեղ էլ շատ լավն էր, վտանգավոր է, հարված է հետևում եւ գնդակը դարպասում է։ Միրզոյանը գերազանց արձագանքեց եւ այս խառնաշփոթից բավական արագ կողնորոշվեց, այնտեղ Բրայթոնի ֆուտբոլիստները ինչպես կարողանում էին փակում էին հարվածների ճանապարհը, բայց ամեն դեպքում անդրադարձը գնաց Միրզոյանի մոտ, որն էլ գրավեց դատարկ դարպասը։ Արդեն հաշիվը 2-2 է եւ բացվեց իհարկե հանդիպումը, փոխանցում կենտրոն։ Գրիգորյան փոխանցում ձախ եզր, շարժվում է առաջ, վտանգավոր է եւ հեռացված է գնդակը։ Եզրից գնդակը խաղի մեջ են մտցնելու Արսենալի ֆուտբոլիստները, Միրզոյան փոխանցում
Հասնում է ամեն դեպքում գնդակին Brighton-ի ֆուտբոլիստը եւ չի թողնում որ հեռանա եւ հիմա հենց սեփական թիմի գրոհին է զարկ տալիս, բայց այս փոխանցումը սխալ էր եւ կենտրոնում են հիմա արդեն Arsenal-ի ֆուտբոլիստները գնդակով։ Փոխանցում նորից հետ է վերադառնում կենտրոն գնդակը տեղափոխություն Աչիեզեր։ Նորից կենտրոն եւ այս փոխանցումը Միրզոյանի համար մի փոքր ուժեղ էր, լավ էր նկատել այնտեղ ազատ բացված թիմակցին Ղազարյանը, բայց մի փոքր վատ հաշվարկեց այդ փոխանցումը։ Խաղարկում են գնդակը Գոքորյան, փոխանցումը Աչիեզեր։ Մուքայելյան հետ փոխանցում Ջուլակյան, այս փոխանցումը կարողանում է հասնել, լավ ընդունեց գնդակը, վտանգավոր է եւ հարված, նորից հարված գնդակը դարպասում է, Գոքորյանը երկրորդ հարվածով կարողանում է երրորդ գնդակն ուղարկել Arsenal-ի դարպասը եւ ձևակերպում է հետ-տրիկ 3-2 է դառնում հանդիպման հաշիվը, բայց այս գոլի համահեղինակը կարելի է ասել Օհանյանն էր ինչպես ընդունեց գնդակը շարժվեց առաջ եւ փոխանցում կատարեց։ Հիմա էլ արդեն Arsenal-ն է շարժվում առաջ եւ արձանագրված է խաղի կանոնների խախտում։ Բավական լավ հանդիպում է իհարկե այսօր անցկացնում Գոքորյանը եւ դրա մասին էլ իհարկե փաստում է նրա խփած 3 գնդակները պաշտպանությունում է լավ է աշխատում կենտրոնից կատարված գրեթե բոլոր փոխանցումները փակվում են նրա կողմից հիմա տուգանային իրավունքը տեսնենք ինչպես կօգտագործեն Arsenal-ի ֆուտբոլիստները դիրքը բավական հեռու է տեսնենք ինչ կորոշեն այստեղ կա Սուլիչը հերվից հարված եւ գնդակը դարպասում է գերազանց գոլի հեղինակ է դառնում այստեղ Arsenal-ի ֆուտբոլիստը բավականին հեռու տարածությունից կենտրոնով հարված կատարեց այնքան ուժեղ էր հարվածը որ դարպասապահի վրա ընթացավ բայց նա անզոր էր այդ իրավիճակում 3-3 է դառնում հաշիվը եւ հիմա էլ գրոհում են Arsenal-ի ֆուտբոլիստները անցում փակված է այս անցման ճանապարհը շարժում են առաջ եւ այստեղ էլ բավական երկար մտածեց եւ Ղազարյանից խլեցին կներեք Ղազարյանը խլեց գնդակը եզրից մցրեցին խաղի մեջ գնդակը արդեն այս փոխանցումն էլ շատ ուժեղ էր Միրզոյանն է գնդակի մոտ արա կխաղարկեն ոչ ամեն դեպքում թողնում է թիմակցին այդ փոխանցում տեսնենք Բարձրից փոխանցում լավ էր նկատել եւ Միրզոյանը հիմա մնացել է կարելի ասել միայնակ բայց այստեղ բավական լավ պաշտպանվեցին խլում է Միրզոյանը եւ հեռացված է դարպասապահի կողմից գնդակը անկյունային Միրզոյանը արագ խաղարկում հարված փակված է հարվածի ճանապարհը եւ այս գնդակն էլ հեռացված է եզրից Brighton-ն է կներեք Arsenal-ն է խաղի մեջ մցնելու խաղարկել են արդեն գնդակը փոխանցում Ձախիեզեր բարձրից փոխանցում գերազանց փոխանցում ստացավ Ղազարյան տեսնենք ինչ կանի փոխանցում հարված եւ Միրզոյանի հարվածը շեղ է ընթանում Ջուլհակյան տեսնենք ինչ կորոշի բավական երկար է մտածում բարձրից փոխանցում եւ լավ գտավ թիմակցին Մուքայելյան շարժվում է առաջ փոխանցում կենտրոն փակված է փոխանցումը գնդակը վերադառնում է Մուքայելյանին հարված եւ գնդակը նորից դարպասում է Գոքորյանն արդեն պոկերի հեղինակ է դառնում հաշիվն էլ դարձնում է 4-3 գերազանց ամեն ինչ արեցին այստեղ Brighton-ի ֆուտբոլիստները բայց այնտեղ ինչպես պայքարեց իհարկե գնդակի համար Մուքայելյանը եւ ստիպեց կարելի ասել բոլոր Arsenal-ի ֆուտբոլիստներին հավաքեց իր վրա եւ այնտեղ էլ միայնակ էր նորից մնացել Գոքորյանը եւ հանգիստ նորից 4-րդ անգամ այս խաղում գրավեց Arsenal-ի դարպասը փոխանցում Միրզոյան բայց այստեղ չհասկացան իրար Մուքայելյան փոխանցում Գոքորյանին չի հասնում գնդակը այստեղ լավ պաշտպանվեցին այսօր Գոքորյանը բավական լավ հանդիպում է անցկացնում, թիմակիցների փոխանցումները լավ է գտնում, թիմակիցներն էլ իհարկե նրան լավ են գտնում եւ 4 գոլի հեղինակ է դարձել եւ այստեղ կորցրեցին գնդակը այնուամենայնիվ Brighton-ի ֆուտբոլիստները եւ այս փոխանցումը բավական ուժեղ էր Ջուլհակյանն է հասնում գնդակին եւ չի թողնում գնդակը դաշտի սահմաններից հեռանա
Ձախ եզրով է շարունակվում Brighton-ի գրոհը, բարձրից փոխանցում, բայց այստեղ առաջինը դարպասապահը հասավ եւ արդեն իսկ գրոհում է Arsenal-ը, աջ եզրով է զարգանում Arsenal-ի գրոհը, փոխանցում կենտրոն, հերվից հարված եւ հրաշքով չի այտնվում գնդակը դարպասում, գերազանց հարված էր կատարել մի փոքր շեղ ընթացավ գնդակը եւ հիմա Ջուլակյանը այսպիսի նետումով է շարունակում հանդիպումը, ձախ եզրով գրոհում է Brighton-ը, վտանգավոր է, մտավ Տուգանեի հրապարակ, բայց այստեղ էլ գերազանց դուրս եկավ նորից Arsenal-ի դարպասապահը փոխանցում, գերազանց շրջանցեց Ղազարյանը, մնում է գնդակով, փոխանցում Միրզոյան, շրջանցում է, այո, ամենայն դեպս շրջանցեց, բայց հետո էլ փոխօգնության հասան թիմակիցները Brighton-ի եւ խլված է գնդակը, Օհանյան, գնդակը հետ է ուղարկում Օհանյանը եւ կարող էր սխալվել, շատ ռիսկային էր, բայց այստեղ սխալվեց եւ հետ փոխանցում հանգստացնում է խաղը հիմա Arsenal-ի ֆուտբոլիստները եւ կփորձեն իհարկե նոր գրոհով գրավել դարպասը, այս փոխանցումը սխալ էր եւ եզրից գնդակը խաղի մեջ կմցնեն Brighton-ի ֆուտբոլիստները, Գոքորյան հետ է խաղում Մուքալյանի հետ, բարձրից փոխանցում, այս փոխանցումը նորից Գոքորյանին ներուղված, վերադառնում է Մուքալյանին, գնդակը գերազանց խաղարկում էր, բայց չնստեց գնդակը Մուքալյանի ձախ ոտքին եւ արդեն խաղը սկսել են Arsenal-ի ֆուտբոլիստները եւ այստեղ չկարողացավ ինչպես հարկն է ընդունել գնդակը եւ ավարտված է առաջին խաղարկեսը 4-3 հաշվով Brighton-ը գերազանց հանդիպում է անցկացնում եւ թիմերը արդեն մեկնեցին հանդերձարան, երկրորդ խաղարկեսում ակնկալում ենք ավելի գրավիչ ֆուտբոլ։ Վերադառնում ենք եթեր բարեկամներ եւ թիմերը արդեն վերադարձել են խաղադաշտ եւ տեսնենք ինչ կառաջարկեն նրանք մեզ երկրորդ խաղարկեսում մեկնարկած է երկրորդ խաղարկեսը առաջին խաղից հետո հաշիվը 4-3 է եւ Brighton-ը հաղթում է հաշվի մեջ արժևում է բայց մեկ գնդակի առավելությունը դեռևս ոչինչ չի նշանակում հիմա արագ գրոհ են ձեռնարկել Brighton-ը վտանգավոր է կարող է գրավել դարպասը Հարվածը մի փոքր ուշացրեց եւ արդեն հարվածի հնարավորություն չունի փոխանցում կենտրոն փակված է փոխանցման ճանապարհը գնդակը մնում է հարված դարպասաձողն է փրկում այս հարվածն էլ բավական բարձր ընթացավ ինչպիսի գրոհ էին կազմակերպել 2-3 դրվագում կարող էին գրավել դարպասը բայց վերջում իհարկե հարվածը բավական բարձր ընթացավ եւ այս հնարավորությունից չկարողացան հենց առաջի խաղարկեսի մեկնարկում օգտվել Brighton-ի ֆուտբոլիստները եւ արդեն կարող են երկու գնդակի առավելությամբ արժևում լինել, բայց ամեն դեպքում ունենք այնինչ ունենք։ Խաղարկված է գնդակը։ Փոխանցում բարձրից սխալ էր այս փոխանցումը, վերադառնում է Brighton-ի մոտ գնդակը։ Օհանյան մնում է գնդակով, ամեն դեպքում խլեցին, գերազանց խլեցին եւ այստեղ էլ հերացված է գնդակը Ջուլհակյանի կողմից եւ այնպես հերացված որ զարկ է տալիս իր թիմի նոր գրոհին հարված եւ փակված է այս հարվածը Եզրից գնդակը խաղի մեջ են մտցնելու Arsenal-ի ֆուտբոլիստները թողնում են մինչև դարպասապահ հասնի գնդակը եւ հիմա էլ դարպասապահը սկսում է նոր գրոհ այսպիսի փոխանցում Միրզոյանին բայց չկարողացավ Միրզոյանը ընդունել գնդակը Եզրից արդեն հանդիպումը վեր սկսելու են Brighton-ի ֆուտբոլիստները Հովանիսյան այսպիսի փոխանցում սխալ էր փոխանցումը շարժվում է առաջ այստեղ Arsenal-ի ֆուտբոլիստը գերազանց է գործում Ալեքսը եւ շարժվում առաջ հարվածում բայց հարվածը շեղ ընթացավ բավական գեղեցիկ անցում ձեռնարկեց Ալեքսը այստեղ միայնակ եւ Միայն հարվածը մի փոքր վատը ստացվեց, հիմա այսպիսի բարձրից փոխանցում է հետևում գերազանց գտավ Ջուլակյանը Մուքալյանին, բայց այս հարվածը շեղ է ընթանում, միայնակ էր մնացել, կարող էր գրավել դարպասը, բայց մսխեց դարպասապահի այդ գեղեցիկ փոխանցումը։ Գրոհ է ձեռնարկել Arsenal-ը կարող էր սխալվել, Միրզոյան Պահում է գնդակը ձախ եզրում, մնում է գնդակով և այսպիսի փոխանցում է կատարում
Նորից հերվից հարված, նորից դարպասապահը գերազանց սեյվով աչքի ընկավ եւ Մուքայելյանն է հիմա միայնակ շարժվում առաջ, ձախ եզրում օգնություն կա, նկատում է թիմակցին, շարժվում են առաջ, տեսնենք ինչ կորոշի այստեղ, վտանգավոր է, հարվածեց եւ այս անգամ էլ դարպասապահը նորից փակեց հարվածը եւ Սահակյանի հարվածը արդեն վերածվեց անկյունայինի, ես նայել գնդակի մոտ է փոխանցումների շքերթ այստեղ եզրում, բայց այս փոխանցումը անհասցե էր ամեն դեպքում, այնտեղ Ջուլակյանը հասավ գնդակին, Օհանյան, այսպիսի խաղարկում եւ մնում է գնդակը ամեն դեպքում Բրայթոնի մոտ այսպիսի անցում, վտանգավոր է, կարող է գրավել դարպասը, հարված եւ գնդակը դարպասում է, բավական լավ այստեղ ամեն ինչ արեցին իհարկե Օհանյանը եւ Հովանիսյանը եւ արդեն երկու գնդակի առավելություն են ստանում, 5-3 է դառնում հանդիպման հաշիվը, վերսկսել են Արսենալի ֆուտբոլիստները հիմա դաշտի կենտրոնից եւ գրոհի են անցել, մտնում է Տուգանեն հրապարակ հարված եւ Օհանյանը փակում է հարվածը եզրից գնդակը խաղի մեջ կմտցնեն Արսենալի ֆուտբոլիստները։ Լավ էր սկսել Բրայթոնը երկրորդ խաղարկեսը եւ այս գոլին իհարկե արժանի էին, կարող էին ավելի շուտ խփել, բայց որոշ դեպքերում չստացվեց դարպասը գրավել, ամեն դեպքում գրավեցին։ Ջուլակյան այսպիսի փոխանցում Օհանյանին գերազանց կասեցրեց գնդակի եւ ձախ եզրով շարժվում է առաջ։ Նորից շրջանցում այստեղ համատեղ ուժերով խլեցին գնդակը Միրզոյանը եւ Ալեքսը շարժվում է առաջ Միրզոյան։ Հարված եւ դարպասապահը ոտքով է հեռացնում գնդակը եւ այստեղ էլ շարժվում են առաջ գնդակը մնում է Բրայթոնի մոտ Մուքայելյան շարժվում է առաջ գերազանց անցում էր հարված եւ կլինի անկյունային նորից փրկում է Արսենալին դարպասապահը այսօր լավ հանդիպում է անցկացնում բայց թիմակիցները նրան չեն կարողանում փոխհատուցել եւ այս հարվածը նորից ֆիքսում է Բարձրից փոխանցում Միրզոյան այսպիսի գրոհի շարունակություն է ընտրում Միրզոյանը, բայց այստեղ էլ լավ պաշտպանվեցին Բրայթոնի ֆուտբոլիստները եւ Հովանիսյանը գերազանց սահանկում կատարեց, հիմա գրոհն է անցել արդեն Արսենալի ֆուտբոլիստները վտանգավոր է նորից խլված է գնդակը, մնում է Բրայթոնի մոտ վերադարձավ գնդակը իհարկե նրանց, բայց այս փոխանցումը եզրային գծից է դուրս գալիս փոխանցում Միրզոյան փորձեց շրջանցել մնում է գնդակը Միրզոյանի մոտ ամեն դեպքում պահում է Արսենալը բայց այստեղ կարողացան կարդալ հանդիպումը այսպիսի փոխանցում բայց նորից անհասցե էր այս փոխանցումը այդ փոխանցում դարպասապահին այսպիսի փոխանցումով է գրոհը շարունակում մնում է գնդակը Արսենալի մոտ, պահում են ամեն դեպքում, լավ է շարժվում առաջ, մտնում է Տուգանեի հրապարակ, կարող է գրավել դարպասը եւ դարպասաձողն է փրկում այս իրավիճակում էլ Բրայթոնին, գերազանց անցում ձեռնարկեց Հովանիսյանը, միայն կարող էր վերջում իհարկե կիսվել գնդակով թիմակիցների հետ Մուքայելյան, փոխանցում Սահակյան, հարվածային դիրք է դուրս գալիս, բայց նորից բարձունքում է Արսենալի դարպասապահը ինչպիսի սեյվ կատարեց, ոտքի ծայրով հեռացրեց գնդակը դարպասի հեռականկյունից, խաղարկված է այս անկյունայինը գլխով արված, նորից որսում է գնդակը եւ հիմա լավ հակագրոհ է զարգանում, կարող են գրավել դարպասը, հարված եւ այստեղ էլ արդեն Ջուլակյանն է հայլուն սեյվ կատարում ոտքով իհարկե Հովանիսյանի հարվածից հետո Եզրից գնդակը խաղի մեջ կմցնեն Արսենալի ֆուտբոլիստները մինչ այդ փոխարինում կլինի Արսենալի կազմում հանդիպման տեմպը երկրորդ խաղարկեսում բավական բարձրացավ Բրայթոնի խփած գոլից հետո արդեն Արսենալը առաջ է շարժվում եւ իհարկե հարվածում է, բայց հարվածելու ընթացքում պաշտպանությունում կան բացեր եւ այդ բացերից էլ հնարավորինս փորձում է օգտվել Բրայթոնը, բայց այնտեղ էլ իհարկե Արսենալի դարպասապահը իր տեղում է եւ եթե նրանք այսօր հաղթեն, դա միայն կլինի նրա ջանքերը եւ հիմա Օհանյանն է պահում գնդակը, հասցնում են Ջուլակյանին, նորից Օհանյան այսպիսի փոխանցում, բայց այստեղ գերազանց կարդաց խաղը
Ամեն դեպքում գնդակը Գոքորյանինն է փոխանցում Սահակյան, նորից Գոքորյան կարող է գրավել դարպասը, բայց այստեղ նորից սեյվ այսօր փառահեղ խաղ է, աննկարագրելի սեյվեր է կատարում այստեղ Արսենալի դարպասապահը։ Իր թիմին դեռևս պահում է խաղի մեջ, հիմա էլ գրովում է Արսենալը եւ արդեն իսկ այստեղ Սահակյանը խլեց գնդակը եզրից, գնդակը նորից Արսենալի ֆուտբոլիստները մտցրին խաղի մեջ, Միրզոյան, Օհանյանը լավ պայքարեց, մնում է գնդակը Օհանյանի մոտ եւ այստեղ շատ ռիսկային է գործում եւ չկա կանոնների խախտում, պետք է շարունակել հանդիպումը Մուքայելյան հետ, փոխանցում Գոքորյան Սահակյանին է ուղարկում գնդակը թարմ ուժերով է նա մտել խաղադաշտ եւ այսպիսի խաղարկում Գոքորյանի հետ եւ գնդակը հեռանում է այստեղ Արսենալի ֆուտբոլիստից եզրային գծից Սահակյանը գնդակը խաղի մեջ կմցնի այսպիսի խաղարկում Մուքայելյան բարձրից փոխանցում եւ այստեղ էլ հեռացված է գնդակը չհասկացան իրար, բայց հիմա Միրզոյանը լավ հակագրոյի է փոխվել 1-1-ի եւ գրավում է դարպասը։ Կրճատված է հանդիպման հաշիվը եւ դուբլի հեղինակ է դառնում Գագիկ Միրզոյանը եւ գերազանց է գործում։ Հանդիպման հաշիվը դարձնում է 4-3։ Նույն տրամաբանությամբ է շարունակում հանդիպումը, ինչ առաջին խաղարկեսում գրոհեց նորից Բրայթոնը, բայց գոլի հեղինակ դարձավ Արսենալը, միայն թե հիմա նրանք պարտվողի կարգավիճակում են դեռևս մնում այդ գոլից հետո հիմա էլ սխալ եւ այստեղ խաղի կանոնների խախտում բավական վտանգավոր դիրքում եւ այստեղ իհարկե իր թիմի շահերից ելնելով այստեղ Գոքորյանը խախտեց խաղի կանոնները այնտեղ միայնակ էր մնալու դարպասապահի դիմաց եթե չլիներ այս խախտումը եւ հիմա նորից Տուգանային Վերիշենք այս խաղում անցած Տուգանայինը, որը փառահեղ իրացրեց Արսենալի ֆուտբոլիստը եւ հիմա կարող է Տուգանայիններից կատարած հարվածով դառնալ դուբլի հեղինակ։ Հերվից հարված փակված այս հարվածի ճանապարհը եւ գնդակը մնում է Արսենալի մոտ։ Այսպիսի փոխանցում փակված այս փոխանցման ճանապարհը Մուքայելյան փոխանցում, բայց շեղ է ընթանում այս փոխանցումը։ Խաղարկում են հանդիպումը, կներեք վերսկսում են հանդիպումը եզրից, Արսենալի դարպասապահն է գնդակով, այսպիսի շարունակություն ունտրեց գնդակին, նորից հետ են խաղում նրա հետ, տեսնենք ինչ կորոշի, ռիսկային է գործում, պրեսինգ է գործում, այստեղ Մուքայելյանը, բայց լավ դուրս եկան Արսենալի ֆուտբոլիստները պրեսինգից, մնում է Արսենալի մոտ գնդակը, խաղարկում, վտանգավոր իրավիճակ է հարված, փակված այս հարվածի ճանապարհը նորից փակում են եւ մնում է գնդակը Բրայթոնի մոտ, փոխանցում Մուքայելյան հարված եւ գնդակը դարպասում է։ Արագորեն կարողացան վերադարձնել երկու գնդակի առավելությունը Բրայթոնի ֆուտբոլիստները եւ գերազանց այստեղ կարողացան խաղարկում կատարել եւ Մուքայելյանը վերջապես այսօր դառնում է գոլի հեղինակ։ Ձախ եզրում է հիմա գնդակը այսպիսի փոխանցում, բայց այնտեղ ոչ ոք թիմակիցներից չկար եւ գնդակը հեռանում է դիմային գծից։ Հիմա Ջուլհակյանը գնդակը խաղի մեջ կմցնի, տեսնենք ինչպես կորոշի անել դա եւ այսպիսի գործողություն բավական լավ կասեցրեց Սահակյանը գնդակը եւ ձախ եզրով շարժվում է առաջ, բայց այստեղ էլ լավ պաշտպանվեցին նրա այդ պայքարում եւ Բրայթոնը վաստակում է անկյունային, այսպիսի խաղարկում սխալ էր այս փոխանցումը, գերազանց այստեղ գործեցին, չկար խաղի կանոնների խախտում, մնում է գնդակը Արսենալի մոտ, տեսնենք ինչ կորոշի փոխանցում, բայց այստեղ էլ գերազանց սահանկումով հեռացված է գնդակը։ Եզրից գնդակը խաղի մեջ է մտցնելու Միրզոյանը, այսպիսի փոխանցում նորից սխալ է այս փոխանցումը, Գոքորյան շարժվում է առաջ։ Սահակյան նորից խաղարկում են այս երկու ֆուտբոլիստները գնդակը, հերվից հարվածի փորձ փակված է այս հարվածի ճանապարհը չի հասնում դարպասին, Միրզոյան փոխանցում աջ եզր, Ավետյան գերազանց է այստեղ դիմավորում նրան, չկա խաղի կանոնների ավելի ճիշտ կա խաղի կանոնների խախտում, բայց Բրայթոնի ֆուտբոլիստն է կատարել խաղի կանոնների խախտումը եւ հիմա նորից Տուգանայինի իրավունք են վաստակում
Արսենալի ֆուտբոլիստները եւ նորից գնդակի մոտ է Ավետյանը։ Հերվից հարված եւ փակված այս հարվածը։ Եզրից նորից Արսենալը գնդակը խաղի մեջ կմցնի։ Փոխանցում լավ շրջանցեց Միրզոյանը, մնում է գնդակը նրա մոտ եւ արդեն դարպասից հարված։ Ջուլհակյան Հովանիսյան խաղում է ձախ եզր բացված թիմակցի հետ։ Հովանիսյան կենտրոնում Գոքորյան, այսպիսի փոխանցում, հետաքրքիր գրոյի շարունակություններ եւ այստեղ չկար խաղի կանոնների խախտում արձանագրված չէ եւ եզրից է գնդակը հեռանում։ Եզրից գնդակը խաղի մեջ են մտցնելու Արսենալի ֆուտբոլիստները խաղարկում Պրեսինգ է փորձում դիմել Բրայթոնի ֆուտբոլիստները երկու ֆուտբոլիստով, տեսնենք ինչ օգուտ կտա դա եւ մնում է դեռևս գնդակը, բայց սխալվում է ամեն դեպքում, վտանգավոր է Գոքորյան եւ արագել կարողանում են ուղղել սխալը եւ գնդակը չի հեռանում անկյունային, այսպիսի գրով, բայց այս փոխանցումը ուժեղ էր եւ Արսենալի ֆուտբոլիստը չարձագանքեց այս փոխանցմանը։ Ջուլակյանը հիմա գնդակը խաղի մեջ կմցնի, փոխանցում ձախ եզր Սահակյան միայնակ շարժվում է Սահակյանը առաջ, վտանգավոր է Գոքորյան, հարված եւ ինչպես գնդակը չի այդտեղում դարպասում, բավական լավ հարված էր կատարել եւ հիմա էլ հակագրոհում է Արսենալը, Միրզոյանն է գնդակով միայնակ է նա չեզրում եւ շարժվում է դեռևս առաջ, այնտեղ կա թիմակիցներից օգնություն, այսպիսի անցում է ձեռնարկում, նորից մնում է գնդակը Միրզոյանի մոտ եւ խաղի կանոնների խախտում, գերազանց պայքարեց նա, միայնակ էր թիմակիցները շատ ուշ մոտեցան նրան եւ նա էլ կարողացավ առավելագույնս պայքարել այս իրավիճակում եւ կարելի ասել լավագույն տարբերակը ստացավ Արսենալը այս իրավիճակից, Միրզոյան փոխանցում Փակված է նորից այստեղ էլ հարված, բայց Ջուլակյանը ֆիքսում է գնդակը։ Ուղարկում է Հովանիսյանին, այսպիսի գրոյի շարունակության տարբերակ են ընտրում Սահակյան, հետ փոխանցում չի աստում գնդակը Հովանիսյանին։ Եզրից գնդակը կշարունակեն Արսենալի ֆուտբոլիստները։ Փոխանցում կենտրոն հետ են խաղում նորից դարպասապահի հետ փոխանցում աջ տեսնենք Էդգար շարժում է առաջ Էդգարը գնդակով տեսնենք Իշկանի այսպիսի արված եւ այստեղ էլ Ջուլակյանը ձեռքերը պինդ դրեց եւ հեռացրեց անկյունային գնդակը Էդգարը տիրապետում է բավականին հուշկու արվածների եւ դա էլ մենք տեսել ենք այսօր Տուգանայինից հարվածն ուղղակի ֆանտաստիկ էր եւ դեռևս փնտրտուքների մեջ է իր երկրորդ գոլի այսօր անկյունային տեսնենք իշտվես խաղարկեն այսպիսի փոխանցում Միրզոյանը կարող է հարվածել շարժվում է կենտրոն պահում է գնդակը հարվածեց եւ այստեղ հետ է մղված գնդակը եւ նորից ֆիքսեց Ջուլակյանը այս գնդակը փոխանցում առաջ Սահակյան գերազանց փոխանցում ստացվեց բայց չստացվեց հարված կատարել եւ այստեղ էլ խանգարում են իրար այսպիսի փոխանցում մնում է Արսենալի մոտ գնդակը նորից լավ կասեցրեց Միրզոյանը Այսպիսի գրոյի շարունակություն փակված է փոխանցման ճանապարհը Գոքորյան Փոխանցում Սահակյանին հետ փոխանցեց, բայց այս փոխանցումը ուժեղ էր եւ առաջինը Արսենալի ֆուտբոլիստներն էին Հովանիսյան, եզրում է Հովանիսյանը գնդակով փոխանցում կատարեց, այստեղ բայց նորից գնդակը շատ է սիրում Հովանիսյանին վերադարձավ նրա մոտ վտանգավոր է հարված փակված է այս հարվածի ճանապարհը ինչպես նետվեց գնդակի տակ Հովանիսյանը եւ փակեց հարվածը Խաղարկված է հարված եւ այստեղ էլ Հովանիսյանի հարվածից հետո գնդակը հեռացնում են Բրայթոնի ֆուտբոլիստները եզրից նորից Արսենալը կշարունակի Ալեքս այսպիսի փոխանցում եւ նորից հեռացված է գնդակը
Եզրից հանդիպումը շարունակում են եւ սխալվում է այստեղ Միրզոյանը Բրայթոնն նեյմագրում Սահակյան շարժվում է առաջ կարող է հարվածել հարվածում է եւ նորից փայլուն սեյվ Գերազանց սեյվի հեղինակ է դառնում եւ իր թիմին պայքարի մեջ է պահում Գերազանց ամեն ինչ արեց իհարկե այստեղ Սահակյանը բայց կարելի ասել Դևի լեվելը չկարողացավ անցնել եւ դարպասապահ ուղակի փայլուն է այսօր գործում Շքեղ հանդիպում միայն թե թիմակիցները չեն կարողանում մինչ այս պահը փոխհատուցել Սահակյան Տուգանային հրապարակում է Սահակյանը հարվածը հետևում եւ նորից Գերազանց սեյվ Ամեն ինչ լավ են անում Բրայթոնի ֆուտբոլիստներն այսօր միայն թե դարպասներին կանգնած է պատ եւ չեն կարողանում գրավել նորից հարված այս անգամ Ալեքսն է փակում հարվածի ճանապարհը Հակագրոյի է անցել Արսենալը բայց այստեղ դանդաղում է փոխանցում ձախ եզր Միայնակ շարժվում է առաջ վտանգավոր է եւ այստեղ խառնվեց ինքն իր գործողություններում Էդգարն է փոխանցում պահանջում հարված է նորից հեռու տարածությունից շեղ է ընթանում հարվածը Ջուլհակյան Փոխանցում ձախ եզր Օհանյան Մուքայլյան Տեսնենք ինչ կորոշի այստեղ հարված այստեղ էլ Ալեքսը լավ կարդաց եւ փակեց հարվածի ճանապարհը կներեք Էդգարն էր Փոխանցում փակված է փոխանցումը հեռատնում է գնդակը եզրից Օհանյան Փոխանցում եւ այստեղ էլ մի փոքր ճայրիքեց Սահակյանին հարված կատարելու համար իրոք որ շատ քիչ էր Էդգար այսպիսի անկյունագից հետևեց գնդակը չի հասնում այստեղ ազատ մնացած թիմակցին եւ Ջուլակյանը հեռացրեց գնդակը անկյունային խաղարկված է բայց շատ շտապեցին այստեղ Արսենալի ֆուտբոլիստները եւ գնդակը գալիս է մինչեւ դարպասապահը եւ գրող է շարունակում Արսենալը հերվից այսպիսի հարվածի փորձ, բայց սա հարվածի փորձ է անգամ չես անվանի եւ Գերազանց սեյվ Բավական մոտ տարածությունից էր հարվածը եւ ինչպես կարողացավ փակել Էդգար նորից հարված եւ նորից Ջուլակյանը Էդգարի հարվածից հետո էլ այս անգամ փայլուն գործեց կարծես թե երկրորդ խաղարկեսում մեկ գնդակից ավել չի ցանկանում ընդունել եւ այստեղ էլ բարձրից փոխանցումը հեռացված է շարժվում են առաջ Սահակյան փակված է բայց մնում է գնդակով Սահակյանը կարող է հարվածել այնտեղ արժևում երկու թիմակից ունի ամեն դեպքում հարվածեց եւ գրավում է դարպասը հաշիվն էլ դարձնում է արդեն 7-4-3 գնդակի առավելությունը բավական դժվար կլինի չեզոքացնել արդեն Արսենալի համար եւ բավականին 3 միավոր կարևոր 3 միավոր է այս պահի դրությամբ վաստակում Բրայթոնը եւ իր միավորների քանակը հասցնում է 6-ի այնտեղ կախված իրադարձություններից հնարավոր է բարձրանան մրցաշարային աղյուսակում Բրայթոնը եւ պետք է նորից կենտրոնից վեր սկսեն հանդիպումը Բրայթոնը այս հաղթանակով շրջանցելու է հենց Արսենալին, միայն Արսենալին է ետևում թողնելու, իսկ նրանց հաջորդ մրցակիցը Էվերտոնն է, որ այսօր իր հանդիպումը անցկացնելու է Մանչեսթեր Յունայթեդի հետ, իհարկե նրանց համար բավական բարդ հանդիպում է լինելու եւ այս հաղթանակը Բրայթոնին ապահովում է ոչ իհարկե վերջին հորիզոնականում տեղը իհարկե բավական կբարելավեն դիրքը գրովում է հիմա Արսենալը այսպիսի փոխանցում վտանգավոր է կարող է գրավել դարպասը հարված եւ այստեղ էլ Գերազանց է նորից փակում հարվածի ճանապարհը Ջուլհակյանը նորից գրովում է Արսենալը մտնում են Տուգանային հրապարակ բայց կորցնում են գնդակը եւ վերադարձավ գնդակը բայց կլինի հարված դարպասից Օհանյան շարժվում է առաջ ձախ եզրով Օհանյանը Փոխանցում կկատարի ոչ շրջանցում է եւ տեսնենք ինչ կլինի եւ այստեղ էլ Գերազանց պաշտպանվեց
Manchester United-ի ֆուտբոլիստ կներեք Arsenal-ի ֆուտբոլիստը եւ անկյունային կլինի բարձրից փոխանցում եւ այստեղ էլ դարպասապահը դուրս եկավ եւ ընդունեց գնդակը շարժվում են առաջ փոխանցում ձախ եզր եւ այս փոխանցումը լավ պատխաղարկում էր կարող է գրավել դարպասը հարված եւ նորից Ջուլակյանը փայլուն սեյվ է կատարում ոտքով անկյունային կլինի բավական քիչ ժամանակ է մնացել բայց Arsenal-ը դեռևս չի ազդվում փորձում է այստեղ էլ հեռացված է գնդակը փորձեց նորից հեռացնել եւ 11 մետրանոցը նշանակվում այնտեղ շատ անմեղ իրավիճակում գնդակը դիպչեց Մուքելյանի ձեռքին եւ մրցավարը նշանակում է 11 մետրանոց տեսնենք ով է իրացնելու այս 11 մետրանոցը Brighton-ի հաջորդ մրցակիցը կարելի ասել մրցաշարային աղյուսակում վտանգավոր է հարված եւ գնդակ է դարպասում է կարելի ասել սպանված վերադառնում է կփորձի իհարկե վերադառնալ 7-5 է դառնում հանդիպան հաշիվը շատ անմեղ իրավիճակում դիպավ այնտեղ Մուքելյանի ձեռքին բայց ամեն դեպքում կանոն է եւ 11 մետրանոցը նշանակվեց որն էլ փայլուն իրացվեց Ձախ եզրով գրոհում է Սահակյանը շարժվում առաջ բայց խլված է գնդակը եւ Arsenal-ը կփորձի վերադառնալ բայց շատ արագ էլ կորցրին Brighton-ի հաջորդ հարևանները կլինեն մրցաշարային աղյուսակում Crystal Palace եւ Manchester City-ն նրանց հետ տարբերությունը կլինի 6-ական միավոր 2-ին էլ եւ իհարկե կփորձեն նրանց էլ շրջանցել բայց բարդ կլինի եւ այստեղ էլ ուժային պայքար եւ խաղի կանոնների խախտում չի արձանագրվում ոչ Եզրից գնդակը խաղի մեջ են մտցնելու Arsenal-ի ֆուտբոլիստները դարպասապահը բոլորին ուղարկում է առաջ, բայց այսպեսի հետ փոխանցմամբ եւ սխալվում է այստեղ Մուքելյանն է մաջ եզրով գրոհի անցել եւ հեռացված է։ Գրոհում է հիմա Arsenal-ը շարժվում է առաջ, այսպեսի գեղեցիկ անցում։ Տեսնենք ինչպես կշարունակեն այդ փոխանցում կարող է գրավել դարպասը, այստեղ չկա խաղի կանոնների խախտում։ Հարված եւ գնդակը դարպասում է, կարող են իհարկե վերադառնալ հիմա Arsenal-ի ֆուտբոլիստները տպավորություն էր, թե այս հանդիպումը կորցված է արդեն, բայց բավական լավ կամային հատկանիշներ են ցույց տալիս հիմա Arsenal-ի ֆուտբոլիստները այդ փոխանցում բավական քիչ ժամանակ է մնացել եւ ամբողջ թիմով պետք է նետվեն առաջ։ Այսպիսի փոխանցում գերազանց փոխանցում կատարեց հիմա այստեղ Սահակյանը, բայց գնդակը չի ազդում։ Խաղարկում է գրոհում է Arsenal-ը, այդ փոխանցում դատարկ է ձախ եզրայո, նկատեց դարպասապահը ձախ եզրում ազատ մնացած թիմակցին եւ վաստակում են անկյունային։ Վաստակում են անկյունային, սպասում է թիմակիցների մոտեցմանը։ Պետք է իհարկե արագ խաղարկեն, խաղարկված է։ Հովանիսյան եզրում պահում է գնդակը, վտանգավոր է, եզրում նորից պահում են գնդակը, լավ են պաշտպանվում նրա դեմ և արձանագրված է խաղի կանոնների խախտում, սա էլ հնարավորություն է իհարկե գրավելու դարպասը վերջին րոպեներին, բավական քիչ ժամանակ է մնացել, տեսնենք ինչպես կխաղարկեն այս Տուգանայինը բավական լարված են կրքերը Կասուլիչը գնդակի մոտ Հովանիսյանն է, ինչ կորոշի հարված եւ վաստակում են անկյունային եւ ավարտված է հանդիպումը ավարտված է գերազանց պայքարում է անցնում այս հանդիպումը եւ 7-6 հաշվով այնուամենայնիվ Brighton-ը կարողանում է հաղթել այս հանդիպմանը շնորհակալություն մեզ հետևելու համար բավական գեղեցիկ հանդիպումներ սպասում ենք առաջ ավելի լավ հանդիպումների սպասումով ցտեսություն